Բարիլուսոս ղերևաց աղոթարան դռներնի բաց բարով բացվեր լուսաղոթրան Սարված լծե մեր տամ գութան Բարով բացվեր լուսաղոթրան Սարված լծե մեր տամ գութան Գուտնի տախում նմուշ Չգերված տականցեն անուշ Աշխարի շեն վրգուտնիներ Գութան չելներ աշխարնին չեր Աշխարի շեն վրգուտնիներ Գութան չելներ աշխարնին չեր Տավուշի սաղարթախիտ անտառների մեջ գտնվում է Նոյեմբերյան քաղաքը։ Այն տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2 կիլոմետր արևմուտք։ Քաղաքը հարավից շրջապատված է Ոսկեպարի լեռնաշղթայով, իսկ արևմուտքից Գուգարաց լեռներով։ Նոյեմբերյանի անունը նախկինում եղել է Բարանա կամ Պարանա, ըստ պատմիչ Մակար Բարխուդարյանցի, ծագել է ապարանք բառից։ 1938 թվականին քաղաքը վերանվանվել է Նոյեմբերյան՝ ի հիշատակ Հայաստանում խորհրդային Կարմիր բանակի մուտքի, որը տեղի ունեցել 1920 թվականի նոյեմբերի 29-ին։ Նոյեմբերյանը շրջապատված է անտառներով, ինչն առանձնահատուկ գեղեցկություն է հաղորդում քաղաքին։ Այս տարածքում շատ են եկեղեցիները, որոնցից յուրօրինակ է Սուրբ Սարգիս եկեղեցին, կառուցված 19-րդ դարում։ Բազիլիկ կառույց է, ունի զանգակատուն, որը գտնվում է մուտքի վերևում։ Նոյեմբերյանի մշակութային կյանքն ակտիվ է։ Այստեղ գործում է ազգային արվեստի պահպանման կենտրոններից մեկը՝ Արարը, որտեղ պահպանվում է ազգային մշակույթում տարածված գրեթե բոլոր արվեստներն ու արհեստները։ Այսօր մենք կբացահայտենք խաչքարագործությունը։ Պարոն Գրիգորյան, մենք հիմա Արարի երեխաների հետ ենք նստած, բայց շատ քչերը գիտեն, թե Արարի գաղափարը ինչպես է ծնվել։ Եկեք խոսենք դրա մասին։ Շատ լավ։ Նախ կարծում եմ բոլորս համաձայն ենք, որ այս գլոբալիզացիայի համաշխարհայնացման ժամանակաշրջանում ամենամեծ վտանգը ներկայացվում է մեր ազգային ինքնությանը։ Այսինքն այսօր շատ բարձ ասեմ, պատերազմը ինքնության դեմ։ Իսկ ինքնությունը պահելու համար ինքնության բաղադրիչ երևի կարևորագույն մասը դա մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունն է։ Կարևոր էր մի ծրագիր ստեղծել, որտեղ երեխաները պետք է ստանային այն ամեն ինչ, ինչ որ եկել մեզ հասել է։ Կլինի դա խաչքարագործություն կամ փայդի գեղարվեստական մշակում, բնականաբար հայկական սկզբունքներով եւ զարդանախշերով, թաղիքագործություն, գորգագործություն, կարպետագործություն, խեցեգործություն եւ մնացած բոլոր ճյուղերը ունենք այսօր Արարում, այսինքն կարող ենք թվարկել շատ Դրա համար սկսեցինք այս ծրագիրը 2017 թվականին արդեն իրականություն դարձավ։ Այսինքն սա երազանք էր, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ մեր այդ պատկանելությունը չընդհատվի։ Այսինքն ես հավատում եմ, որ
հայը միայն ծնունդով չէ, որ պետք է հայ լինի, այլ նաև պատկանելությամբ։ Իսկ պատկանելությունը ձեռք բերելու համար պետք է դու կապ ունենաս քո ինքնության հետ։ Դու ամեն ինչ անես, որովհետեւ կարողանաս պահպանել քո ազգային մշակույթը։ 2017 թվականին երբ սկսեցինք, իհարկե շատ դժվարություններ կային, այժմ ավելի շատ դժվարություններ կան, բայց ես հավատում եի, որ մենք կկարողանանք մեր այս հրաշք երեխաներին փոխանցել այդ մշակույթը։ Հիմա մենք այստեղ ենք խաչքարագործության եւ փայտի գեղարվեստական մշակման կենտրոնում։ Սա այն մշակույթն է, որը մեր ինքնության հետ կապ ունի, ինչպես ասացի, մեր արմատների հետ, մեր պապերի հետ, մեր նախնիների հետ, եւ դրա համար մեր երեխաները գալիս են սիրով եւ ուզում են նաեւ իրենք դառնան վարպետներ, չէ՞։ Ես նախշի մասին ինչ եք ասում։ Ուրեմն, ես կուզենայի նաև ասել, որ մենք այս 7 տարիների ընթացքում իհարկե նորից պիտի ասեմ մեր վարպետի, մեր պարոն Գոգինյանի շնորհիվ մենք կարողացանք իրականություն դարձնել մեր գաթանախշիչն է սա եւ հայոց մեջ այդ ավանդույթը կար, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենար իր գաթանախշիչը, գնիկի նման, այդպես գնքում էին յուրաքանչյուր գաթա եւ այդ ամեն ընտանիք ունենում էր իր նախշը եւ նաեւ ուներ իր հadoop խորհրդանիշը, որը իրենց էր պատկանում եւ այս 7 տարիների ընթացքում մենք բավականին շատ թվով գաթանախշիչներ պատրաստեցինք եւ նվիրում ենք շատ-շատերին, ընտանիքներին եւ այլն, որովհետեւ ուզում ենք վերակենդանացնել այս ավանդույթը եւ մնացած բոլոր մեր ավանդույթները։ Խաչքարագործության ակունքները հին են։ Արհեստի առանձնահատկության մասին պատմում է խաչքարագործ Արմեն Գոգինյանը։ Վարպետյան, կպատմեք ինչպես սկսվեց սերը դեպի խաչքարագործություն։ Նախ դեպի խաչքարագործություն սկսվելը ես զբաղվել եմ գեղանկարչությամբ։ 10 տարի բանակի ծառայությունից հետո ես որպես գեղանկարիչ դպրոցներում աշխատել եմ որպես նկարչության ուսուցիչ։ Հետո, քանի որ մանկավարժությունը իմ ընտանիքը չէր կերակրում, ես նոյեմբերյանում բացեցի առաջին լուսանկարչատունը։ Եվ նոյեմբերյանի առաջին լուսանկարչատունը բացելուց հետո արդեն ամեն ինչ իմ ընտանիքում կարգավորվեց։ Շարունակվեց աշխատանքը, 1982 թվականին մայրս մահացավ։ Հետո մորս մահից հետո ես որոշեցի, որ պետք է անպայման խաչքար պատրաստեմ, որովհետև նոյեմբերյանի գերեզմաններում դեռ խաչքար չկար դրված։ Ու սկսեցի աշխատել քարեբերի, պատրաստեցի էսկիզնարի, սկսեցի խաչքարի վրա աշխատելը։ Մի 4 ամիս հետո ավարտելուց հետո ես տվյալ խաչքարը տեղադրեցի։ Խաչքարը պատրաստելու ժամանակ կոմունիստական կուսակցությունից 3 անգամ պատվիրակություն եկավ, որ Գոգինյան ջան, խնդրում ենք խաչքար չպատրաստեք, որովհետև դա մեր կոմունիստական կուսակցությանը վնաս է։ Բայց քանի որ հայր ծնողս պատերազմում էր զոհվել, մայրս էր պահել մեզ, ես որոշեցի, որ չէ, ես անպայման պետք է խաչքար պատրաստեմ։ Ու համառորեն ես պատրաստեցի այդ խաչքարը ու տեղադրեցի։ Նրանից հետո կարծես թե ինձ թվում էր, որ դա իմ առաջի եւ վերջին խաչքարը կլինի, բայց ընդամենը մի 10 տարի անցնելուց հետո գնաց արդեն պատվերները
որ ես խաչքարներ պետք է պատրաստեմ։ Թվով մոտավորապես անձամբ թվով այդպիսի մի 12 խաչքար պատրաստեցի ես, որից հետո եւ որ սկսեցի Արարում աշխատելը, ինձ հանձնարարված էր միայն փայտի փորագրություն կատարել, բայց ես քանի որ արդեն ռեալ խաչքարագործ էի, որոշեցի եւ դրա հետ միասին խորհրդակցեցինք պարոն Գրիգորյանի հետ, որ ինչ կլինի, եթե նաեւ խաչքար սովորեցնենք երեխային։ Վարպետ, ինչպես եք ընտրում էսքիզները, նախշերը։ Ուրեմն ձեզ ասեմ ես, էսքիզները ընտրում եմ հետեւյալ կերպ։ Նախ մորս խաչքարը պատրաստելուց առաջ ես հարյուրավոր հայկական խաչքարեր ուսումնասիրեցի, որովհետև ուրիշ ազգերն են քար պատրաստում այդպիսի, բայց նրանք երբեք նման չեն իրար։ Ես ուսումնասիրեցի հարյուրավոր խաչքարեր։ Ես եղա Երևանում, նայեցի խաչքարեր, Սանահինում, մեր հին եկեղեցիների մոտ ուսումնասիրեցի խաչքարերը, նույնիսկ Մոմիկի խաչքարերից եմ տեսել, եւ այդ էսքիզները այն ժամանակ ես լուսանկար չէի, այդ բոլոր էսքիզները լուսանկարում էի։ Ու բերեցի իմ մոր խաչքարը պատրաստելու ժամանակ այդ խաչքարերի զարդանախշերից ամեն հատվածում մի վարպետի զարդանախշ։ Այդ զարդանախշերը մնացին իմ մոտ, կարծես թե կոմպյուտերի նման ես վերցրի։ Ու նրանից հետո ես խաչքարեր պատրաստելու ժամանակ, եթե տերը պատվիրում է ինչ որ ստեղ մի բան փորագրե, այնտեղ մի բան փորագրե, ես ասում եմ չէ, դա հայկական չի։ Այն ինչը հայկական է, ես նա եմ փորագրելու ձեր ուզած խաչքարի վրա։ Եվ այդպես շարունակվեց իմ խաչքարերի աշխատանքը։ Վարպետ, իսկ ասեք, օրինակ խաչքարագործությունը եւ փայտագործությունը հայկական կենցաղում դեռևս որ ժամանակներից էր, որ բավականին արդեն արդիական էր եւ մեր կենցաղում էր։ Խաչքարագործությունը դա խաչքարը հենց այնպես քար չի, դա արվեստ է, որը մեր վարպետները պատրաստել են դեռ 7-րդ դարից եւ ընկոմ ու այս խաչքարագործությունը արդեն սերնդեսերունդ փոխանցվել է։ Եկավ մի ժամանակ, երբ արգելվեց խաչքար պատրաստելը, դա եւ որ կուսակցությունը կոմունիստները գլուխ բարձրացին, այդ ժամանակ արգելվեց խաչքարագործությունը։ Ու հիմա արդեն էլի բուրըն ծաղկում է ապրում եւ խաչքարագործությունը արդեն իսկ ավելի զարգացավ ու այսպես հրաշք խաչքարեր են պատրաստում մեր վարպետները։ Վարպետ, դուք նաեւ այս արհեստը փոխանցում եք երեխաներին։ Երեխաների հետաքրքրությունը ինչպիսին է։ Եվ փայտագործություն, եւ խաչքարագործություն։ Երեխաների հետ մենք սկզբից սկսեցինք փայտագործությունը։ Շատ սիրով ես ամեն տարի, նույնիսկ հիմա 8 տարի է որ աշխատում եմ եւ բոլոր տարիներին նոր եւ հին աշակերտների հետ միասին եթե հաշվենք, այսպես 75-ից 80 երեխա է լինում եւ պետք է մի ավելի կարեւորություն ասեմ այստեղ, որ Արարի յուրաքանչյուր երեխա ուսուցումը տարվում է անվճար։ Ինձ համար օրինակ ամենահետաքրքրականը էր, որ աղջիկների հետաքրքրությունը։ Այո, կան շատ աղջիկներ, լավ աղջիկներ ունեմ, իրենք շատ լավ, նույնիսկ հիմա աղջիկներ ունեմ, ովքեր ճարտարապետական են գնացել, աղջիկներ, նույնիսկ իմ թոռն է գնացել, պապին է քաշել, այն մյուս թոռս է գնացել, մյուս թոռնույս կերպարվեստի ուսուցչուհի է։ Այս աշխատանքում ամենակարևորը ի՞նչն է ձեզ համար։ Ամենակարևորը ես այս աշխատանքից արև եմ ստանում, ջերմություն եմ ստանում, ես առույգանում եմ, ես այս 8 տարիների ընթացքում 8 տարով երիտասարդացել եմ։ Ինչ եք երեխաներից սովորում։
Ձեզանից շատ են սովորում։ Ես ինձանից իրանք են սովորում, ես էլ իրանցից եմ սովորում։ Ճիշտ է, տվյալ պահին ես 85 տարեկան եմ, բայց բոլորին խորհուրդ կտամ, որ ձեր տարիքը մի ասեք, որ ես այսքան տարեկան եմ, եւ եթե սովորելու բան կա, նույնիսկ 85 տարեկանում մարդը սովորում է։ Ես փայտը փորագրությունը սկսել եմ սովորելը, ճիշտ է գեղանկարիչ եմ, բայց փայտի փորագրությունը սկսել եմ սովորելը 42-43 տարեկան հասակում։ Այդ խաչքարից հետո իմ մոտ առաջացավ նաև փայտի փորագրությամբ զբաղվել։ Եվ ես 85-86 թվականներին արդեն ժողովրդական վարպետի կոչում ստացա, մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների։ Վարպետ ես 85 տարիների ընթացքում, հիմա ինչից եք ոգեշնչվում։ Ջանա ջան, այս աշխատանքը այնպիսին է, եթե դուք էլ մի օր մնաք ստեղ, դուք էլ կոգեշնչվեք եւ կսկսեք զբաղվել փայտի փորագրությամբ։ Ես ոգեշնչվում եմ այս երեխաներից, երիտասարդությունից, ես քայլելու ժամանակ ես իմ տարիքը չեմ զգում։ Երեխաների հետ աշխատելու ժամանակ ես, եթե նա 8 տարեկան է, ես էլ եմ 8 տարեկան։ Ունեմ 65 տարեկան, ուրեմն ես 65 տարեկան եմ նրա մոտ։ Ունեմ 35 տարեկան աշակերտ, ես նրա մոտ 35 տարեկան եմ։ Էնպես որ յուրաքանչյուր տարիքի հետ պետք է նրա հետ հարմարվես դու։ Նրա ոգով պետք է աշխատես, որպեսզի նա էլ կարողանա աշխատել։ Այրնակ Ալեքսին 8 տարեկանից եմ պարապել ստեղ, Ալեքս, Չելինգարան Ալեքս կանգնի։ Երրորդ դասարանից Ալեքսը իմ աշակերտն է եղել, նույնը եւ այստեղ աշակերտներ կան։ Իրանք առայժմ գիտեք, Դիանա ջան, փայտի փորագրությունը երբ երեխան գերազանց արդեն կատարում էր, նոր նրան անց եմ կացնում խաչքարագործության, որովհետեւ քարը բարդ է ավելի։ Քարը շատ բարդ է, այո։ Բոլորի մոտ սկսում եմ փայտից, եթե առաջի օրն եմ մտել այդ տվյալ դասարան, ես գծագրությունն եմ սովորեցնում։ Տեսնեմ այդ երեխան ինչ ունակություն ունի գծագրելու։ Գծագրում են, նայում եմ նրանց գծագրերը։ Արդեն այդ թղթի վրայից ես պատկերացում եմ կազմում, թե ով ինչպես կարող է փորագրել։ Վարպետ հիմնականում երեխաները փայտից ինչ են պատրաստում։ Ուրեմն ասեմ ձեզ, մենք ունենք այսպիսի զարդանաշխեր։ Ենթադրենք 3-4 դասարանի երեխա է, որ նոր սկսում է փորագրությունը, մի հատ եռանկյունի եմ տալիս, որպեսզի նա սովորի։ Հետո գնում է բազմաթիվ եռանկյուններ։ Նրանից հետո վարպետ երեխաները արդեն անցնում են փոքրիկ զարդատոփերի։ Պատրաստում են փոքրիկ զարդատոփեր։ Ահա այս երեխաների պատրաստած զարդատոփն է։ Շատ սիրուն է։ Այո։ Նայեք։ Որից հետո այդ փոքր երեխաները պատրաստում են նաև փոքրիկ գաթանաշխիկներ, տեսեք։ Արդեն իսկ վարպետ փորագրողները անց են կենում այսպիսի մեծ գաթանաշխիների։ Երբ ես առաջ անգամ նստեցի դասերին, բան չէի հասկանում, իսկ արդեն հետո հասկացա, որ կարելի է փորձել ինձ տարբեր ոլորտներում։ Երբ ես սկսեցի փայտի հետ աշխատել, սկզբում շատ բարդ էր գծագրությունը։ Ես չի հասկանում, թե ինչ գծագրություն կարելի է օգտագործել ավելի հեշտ քանդակելու համար։ Պարոն Գորգինյանը մեզ օգնեց տարբեր գծագրությունների հետ աշխատել, թե ինչպես կարելի ավելի հեշտ քանդակել։ 8-րդ դասարանի սկզբում, տենց առաջի կիսամյակի վերջում, ավելի շատ հեշտացավ աշխատանքը փայտի հետ, իսկ հետաքրքրությունս առաջացել այն ժամանակ, երբ զգացի, որ նյութին հետ աշխատելիս կարողանում եմ իմ մտքերով
ստեղծել մի պատկերավոր կերպար։ Իմ հիմնական նպատակը նրանում է կայանում, որ այս արհեստը, որը տարիների ընթացքում մոռացվել է, ուզում եմ ես շարունակեմ եւ ավելի հայտնի դարձնեմ։ Ես ավելի շատ ոգեշնչվում եմ իմ ստեղծագործությունից, ստեղծագործելուց եւ մտքերը իմ առաջանում են ստեղծագործելու ժամանակ ու տենց հաղորդում եմ քարին, փայտին։ Խաչքարագործներ հիմնականում լինում են տղամարդիկ, բայց ես եմ ցանկանում լինել խաչքարագործ եւ ինձ էլ փորձել այդ ոլորտում։ Գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։